Մեր բակում, մեր շենքի դիմաց մայրիկս հանդիպել է վարչապետին եւ բնականաբար այդ չէր կարող էլի անարձագանք թողել այդ այցը, որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանի նպատակն է իմանալ, թե ինչ են մտածում մարդիկ իր մասին եւ համոզել, որ իրեն ընտրեն, ապա մայրիկս այն մարդն է, այն քաղաքացին է, ով պիտի ցույց տա իրապես, թե մարդիկ ինչ են մտածում իր մասին եւ որ իր ցույց տված սրտիկները մարդկային ցավը, տառապանքը ու առավել եւս անհետ կորածի վիշտը չեն կարող փարատել։ Մնացածը արդեն դուք ինքներդ տեսաք ինչ տեղի ունեցավ, այդ ձևակերպումներից խիստ վրդովվեց վարչապետը, ընկավ հոգեխանգարմունքային ինչ-որ ցնցումների մեջ ու ցույց դրեց իր ամբողջ վերաբերմունքը մարդկանց նկատմամբ ու երբեմն հարկադրանքի բերումով ստիպված է լինում ասել, որ սիրում է։ Բայց այս պարագայում ես ուզում եմ ասեմ, որ շատ իմ համար հետաքրքիր դիտարկում էր, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նետվեց այդ արցախցի կնոջ թեզը, բնականաբար արցախցիների նկատմամբ որևէ բան չունի, արցախցիներին համարելով մեր քույրերն ու եղբայրները, դե ասեմ, որ մայրիկս ծնունդով Արցախից չի, մայրիկիս հետ Արցախի միակ ազգակցական կապը իր հորական կողմի տատիկն է, այլ կապ Արցախի հետ չունի, բայց սա եւս Փաշինյանի կողմից դաշտ նետեց, երբ որ վերանում են այդ ռացիոնալ հակափաստարկները, ինքը անցում է կատարում հրահրելու ներազգային թշնամանք արդեն ուղված արցախցիներին եւ այդ հին ու բարի 7 երգ երգել 7-ն էլ Արցախի ու նախկինների մասին։ Ձեր մայրը աշխատում է նաև պոլիկլինիկաներից մեկում որպես բժշկուհի, տեղեկություններ տարածեցին, որ նրան փորձել են աշխատանքից ազատել, այս մասին ինչ կասեք։ Դեռևս չեմ մեկնաբանում, երբ որ կլինի աշխատանքից ազատման հրաման, բնականաբար դրա մասին եւ հանրությանը տեղյակ կպահեմ եւ հարկե բնականաբար կվիճարկենք նաեւ դատարանում։ Պետք է ասեմ, որ մայրիկս շատ փորձառու եւ ճանաչված բժշկուհի ավելի քան 20 տարի հենց այդ տարածքի պոլիկլինիկայում գլխավորում է կանանց կոնսուլտացիայի բաժինը, հազարավոր երեխաներ են լույս աշխարհ եկել մայրիկիս ձեռքերում եւ հազարավոր հղիներ են իրենց հղիության բարի ընթացքը ապահովել մայրիկիս հսկողության ներքո, որի համար իրապես շատ հպարտ եմ։ Ձեր մայրը վաղուց ընդդիմադիր հայացքներ ունի։ Գրեթե կարելի ասել Նիկոլ Փաշինյանի իշխանություն գալու եւ իր ամբողջ հմայքով ներկայանալու օրերից, երբ որ հասկացանք բնականաբար ի սկզբանե մայրիկս եւս ուներ հավատ, որ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ավելի լավ երկիր ունենալ, բայց դրանից հենց անմիջապես հետո, երբ սկսվեցին այդ սև ու սպիտակի բաժանումները, երբ որ սկսվեց Արցախի վերաբերյալ տարակուսելի հայտարարությունները, այնուհետև դատարանների շրջափակումը եւ այլ այս ընթացքը բնականաբար իր հայացքները դարձան ընդդիմադիր գործող իշխանություններին ու երբեք էլ դրա մասին չի թաքցել, բայց իհարկե ավելի ընդգծված ընդդիմադիր հայացքներ ա ունեցել հենց պատերազմից հետո եւ ելի եմ ասում իր համոզմունքն է, որ ոչ այնքան իհարկե մեծ ցավը, անձնական ցավը ապրում, ես չեմ ուզում, ես անընդհատ եմ ասում եւ չեմ ուզում որևէ մեկը իմանա, թե ինչ է նշանակում ունենալ անհետ կորած հարազատ, բայց ինքն ասում էր ես գոնե մի մխիթարություն կունենայի, եթե այդ հավաքական իմաստով անձնական կորստից հետո ես գոնե արժանապատիվ վիճակում գտնվող հայրենիք ունենայի։ Ու իր այդ քննադատության խոսքը առավելապես հենց երկրի քաղաքականությանն է վերաբերել, հետո նոր նաև իր անձնական ողբերգությանը։ Անհետ կորած է համարվում ձեր քեռին։ Այո։
44-օրյա պատերազմի ընթացքում Հադրութի բուժծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Ռուդոլֆի Պապիկյանը, ով ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից գերեվարվել է եւ փաստացի, քանի որ հետո որևէ տեղեկություններ նաեւ եվրոպական դատարանին չի տրամադրել, թե ինչ է արել այդ գերու հետ, հայտնվել է որպես բռնի անհետացածի կարգավիճակում։ Ձեր մայրիկը ընդդիմադիր հայացքներ ունենալով աշխատել է պոլիկլինիկաներից մեկում, խնդիրներ չեն եղել։ Եղել են, իհարկե եղել են։ Մինչ էտել է այս հայացքներով պայմանավորված նաև այդ միտումները տեսել ենք աշխատանքից ազատելու նախկինում փորձել էին ինչ-որ շինծ ու կարգապահական գործեր հարուցել, որոնք բնականաբար վիճարկվել են դատարանում եւ դատարանում բողոք բավարարվել են այդ վիճարկները, անվավեր են ճանաչվել, շարունակում է իր ծառայությունը մատուցել։ Այդ կարգապահական, այսպես ասած, ուժերը երբևէ կապված չեն եղել իր բուն առաքելության հետ, գործունեության հետ, դուք ինչքան քաղաքական հայացքների հետ, դուք կարող եք պատկերացնել, որ ինչ մեծ պատասխանատվություն է շուրջ 20 տարի շարունակ լինել այդ պատասխանատու պաշտոնին մի ամբողջ համայնքի վարչական շրջանի կանանց կոնսուլտացիա, այսինքն հղիների պատասխանատու, ամբողջ հղիները եղել են իր վերահսկողության ներքո։ Ես միշտ շատ պարզ ճակատով նույն այդ դատարանում, պաշտոնյաների հետ հանդիպումների ու բոլոր տեղերում ասում եմ, որ տեսեք վիճակագրությունը, արդյոք նման պատասխանատու պաշտոնում աշխատող մարդուք դուք 20 տարվա ընթացքում, 2 տասնամյակի ընթացքում ունեցել եք գեթ մի դժբախտ դեպք բժշկական սխալի հետևանքով, որը վերաբերել է այդ բաժնին։ Եղել է թե չի եղել։ Դա ամենակարևոր ցուցիչն է մայրիկիս բարեխիղճ աշխատանքի։ Մնացածը թե հետո կփորձեն ինչեր բնականաբար իշխանական, չգիտեմ, ֆեյքերը եւ այլն գրել, այդ արդեն էական չի, որովհետև ամենամեծ գնահատանքը մայրիկիս պացիենտները եւ իր ձեռքով ծնված հազարավոր զավակները արդեն իսկ տվել են։ Այսինքն Փաշինյանի ժողովրդավար Հայաստանում ընդդիմադիր հայացքների համար մարդիկ աշխատանքից ազատվում են, հա։ Դեռևս չեն ազատվել, բայց այո, հարյուրներով են ազատվել, մենք այդ ահազանգերը շատ ենք ստացել։ Նաև ներքին ահազանգն ենք լսել, որ օրինակ տարբեր, չգիտեմ, կլինի քաղաքապետարան եւ այլն հրահանգ է իջեցվում, որ նույնիսկ ենթակայության ներքո գտնվող կառույցի հավաքարարն էլ պետք է ընդդիմադիր չլինի։